Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցին շուտով հավատացյալներին կներկայանա ամբողջովին նորոգված տեսքով։ Վերանորոգման աշխատանքները սկսել են տարեսկզբին Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանի օրհնությամբ։ Ամբողջ այս ընթացքում աղոթատան դռները մշտապես բաց են հավատացյալների առջև, բոլոր եկեղեցական արարողությունները կատարվում են։ Աշխատանքների ղեկավար Արմեն Սարգսյանի խոսքով իրենց առաջնային խնդիրը մոմերից առաջացած մուրը մաքրելն է եղել։ Այժմ զգուշորեն շտկում են զարդանախշերի մանր թերությունները։ 40-ամյա փորձ ունեցող նկարիչ վերականգնող Անատոլի Ռաստորգուևի խոսքով վերականգնման գլխավոր դժվարությունը զգուշորեն առանց վնասելու մաքրելն է, օգտագործում են հատուկ լուծույթներ, իսկ որոշ դեպքերում նույնիսկ հաց։ Очень хорошая, интересная памятка архитектуры. Սա ճարտարապետական շատ հետաքրքիր հուշարձան է, բավականին լավ պահպանված։ Սակայն մուրը ժամանակի ընթացքում խեղաթյուրել է գունային լուծումը, եւ այն պետք էր մաքրել զգուշորեն։ Очень осторожно снимать. Каждый объект Որպես շինություն շատ յուրահատուկ է, եւ մեկի վերականգնման ժամանակ կիրառված մեթոդները կարող են մյուսի դեպքում չաշխատել։ Գոյություն ունի հիմնական մեթոդաբանություն, որը պահպանում ենք, բայց որոշ տարեր զուտ անհատական են։ Երբեմն աշխատում ես վրձնով, երբեմն մուրը մաքրելու համար հաց ես վերցնում։ берешь хлеб. Եկեղեցու պատերը զարդարող արհեստական մարմարը մաքրման սեփական եղանակն ունի։ Վարպետը սպունգի օգնությամբ լվանում է կեղտը, նմանատիպ լուծույթով են մաքրվում նաև պատերի ծեփածո զարդարանքները։ Նորոգող նկարիչներն ասում են, որ որևէ բան վերանկարելու ու փոփոխելու իրավունք չունեն, պարզապես վերացնում են ժամանակի ընթացքում առաջացած թերություններն ու վերադարձնում եկեղեցու զարդարանքի երբեմնի տեսքն ու գույնը։ Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե եկեղեցին կառուցվել է հայ համայնքի այն ժամանակվա ղեկավար Հովհաննես Լազարյանի միջոցներով։ Օծվել է 1722 թվականին, 20-րդ դարասկզբին աղոթատան հիմնանորոգումը ղեկավարել է Ալեքսանդր Թամանյանը։ 1930 թվականին եկեղեցու դռները փակվել են եւ վերաբացվել միայն 1993-ին։ 94-ից 2000 թվականներին Եզրաս Սրբազանի նախաձեռնությամբ հիմնովին վերանորոգվել է։ Նույն տարում էլ վերաօծվել է Գարեգին II ամենայն հայոց հայրապետի ձեռամբ ու Մոսկվայի եւ Համայնրուսյո պատրիարք երջանկահիշատակ Ալեքսի II-ի մասնակցությամբ։ Նորոգության այս փուլի շինարարական աշխատանքները կավարտվեն աշնան սկզբին։ Վիկտորիա Կարապետյան, Գոհար Մարտիրոսյան, Եկեղեցական կյանք։